Ինչպես եք վերաբերվում նրան, որ կարգալույց քահանան Հովանավանքում անօրինական պատարագ է անցկացրել, որին մասնակցել էր նաև վարչապետ Փաշինյանը։ Միանշանակ դեմ եմ։ Լավ չի, ոնց կարելի է տարանջատել քրիստոնյա ազգին, եկեղեցի եւ ղեկավարությունը, ոնց պիտի։ Վատ։ Իհարկե դուրս պիտի գար եկեղեցուց։ Հա ճիշտ է անում։ Եկեղեցին շատ վատ քայլեր է անում, պետք է ընդունել դա։ Իր գործերի մեջ Գիտեք կողմած ուրիշի գործերի մեջ, կոպիտ ասած պետական գործերի մեջ, որը չի կարելի։ Մենք բոլորս գիտենք ինքը ով է, ում առաջադրանքները ոնց ինչ անում։ Ես կարծում եմ այդ հարցում, գոնե այդ հարցում իշխանությունները ավելի արդար են ու իրանք ավելի ճիշտ են։ Եկեղեցին ինչի համար է, ծառայում է ժողովրդին, իսկ իրանք ինչ են անում։ Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Մենք չենք կարող քննադատենք, որտեվ դա մենք հասարակ քաղաքացիներ ենք, ապրում ենք մեզ համար, գոյատևում ենք։ Իսկ ղեկավարությունը իրանք են որոշում ինչ անել։ Թե իրանք ոնց արեցին, ինչ արեցին։ Երևի իրան տենց էր պետք, տենց արեց։ Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսին, չի մեծ բաներ չվերցնեմ ին վրա, պետք է սուսուփուց գնա։ Այդքան բան, որ կոնֆլիկտներ չլինի, անհարմար է բոլոր դեպքերում։ Դե մենք բոլորս գիտենք իրանք ով են, ինչ են անում։ Սխալ է առճակատումը, բայց հարցեր կան, որ ճիշտ է, հարցեր կան, որ սխալ է։ Էլի դա մեր խելքի բանը չի, մենք հասարակ քաղաքացի ենք։ Այդ ղեկավարությունը եւ կառավարությունը թող որոշի, որն է ճիշտ, որն է սխալ։ Համենայն դեպս ամեն մեկը եթե զբաղվի իր գործով, ամեն ինչ լավ կլինի։